Կոնֆերենցիաների լիգայի հերթական կանգառը Նոյայի համար չափազանց լուրջ փորձություն է։ Հայաստանի փոխ-չեմպիոնի ճանապարհին կանգնած է ավելի քան մեկ դարյա պատմություն ունեցող շվեյցարական Սիոնը, 3 անգամ ավելի մեծ բյուջեով ու անհամեմատ մրցունակ առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներով։ Թղթի վրա ֆավորիտ է շվեյցարական ակումբն է, սակայն եվրոպական ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ որոշվում է բյուջեով ու անուններով, իսկ Նոան դա արդեն ապացուցել է։ Անցած մրցաշրջանում երևանյան ակումբը սեփական հարկի տակ ծնկի բերեց հոլանդական Ալզակմարին, ցույց տալով, որ հեղինակություններից չի վախենում եւ պատրաստ է պայքարել ցանկացած մրցակցի դեմ։ Հարգում ենք մրցակցին, բայց գիտենք նաև մեր ուժը։ Սիոնը լավ թիմ է, նրանք խաղում են մի առաջնությունում, որն ինտենսիվության առումով երկրորդն է աշխարհում եւ կարծում եմ սա կարելի է որպես մարտահրավեր դիտարկել։ Մենք դա հաշվի առնելով ենք նախապատրաստվել։ Գիտենք ինչպես պետք է խաղանք եւ գիտակցում ենք մեր ներուժը։ Եթե դաշտում կարողանանք նույնքան ինտենսիվ գործել, կկարողանանք հաջողության հասնել։ Հարգում ենք մրցակցին, բայց հարգում ենք նաև ինքներս մեզ եւ գիտենք թե որքան լավը կարող ենք լինել։ Կարծում եմ, որ ամեն մրցակցու կարանք մենք հաղթենք։ Գիտենք, որ ուժեղ թիմ է, որ մեզ դժվար խաղ է սպասում, բայց մենք պատրաստ ենք դրա համար։ Թեև մարտահրավերը լուրջ է, բայց նաև մեծ է հնարավորությունը։ Եթե Նոան կարողանա հաղթահարել Սիոնի արգելքը, ապա եվրագավաթային ճանապարհը կրկին կարող է տանել Նիդերլանդներ, այս անգամ Այաքսի հետ դիմակայության։ Մենք շատ նպատակասլաց ենք, սակայն չենք ցանկանում աչքի ընկնել մեկ անգամյա հաջողությունով։ Մենք այս ակումբը կառուցել ենք քայլ առ քայլ ու դեռ մեծ նպատակներ ունենք, բայց մինչ այդ կա մեկ կարևոր առաքելություն՝ հաղթահարել շվեյցարական փորձությունը եւ եւս մեկ անգամ ապացուցել, որ հայկական ֆուտբոլը կարող է մրցունակ լինել եվրոպական բարձր մակարդակում։ Եվրագավաթային այս մրցաշրջանում Նոայի հետ չէ նախորդ մրցաշրջանի գոլահարը Նարդին Մուլահուսեյնովիչը, բայց Հայաստանի փոխ-չեմպիոնը նոր համալրումներ ունի։ Այսօրվա խաղն էլ եվրոպական թիմերի համար անհարմար Աբովյանի ստադիոնում է, որտեղ մեր թիմին նաև քամին է օգնում։ Ըստ մասնագետների, սեփական հարկի տակ 2 գնդակի առավելություն ձեռք բերելու դեպքում Նոան կարող է խառնել եվրագավաթային խաղակարտերը։ Արամ Մանուկյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։